Այսօր ֆուտբոլը աշխարհում ամենադիտվող խաղն է, բայց այն, ինչ տեսնում ենք հեռուստացույցից, դա միայն մի փոքրիկ մասն է, ինչ կատարվում է իրականում։ Թեթևակի բացենք դարպասները դեպի մութ կողմը։ Անեծքներ, գաղտնի ծեսեր, գոլեր, որոնք չպետք է գոյություն ունենային, ստադիոնում լսվող քայլեր, թուղթուգիր, բաժակ նայել, վատ բան տեսնել, ամեն ինչ այստեղ է։ Սա պարզապես սպորտ չէ։ Երբեմն թվում է, թե ուրիշ իրականություն է խառնվում խաղին։ Հիմա դուք կիմանաք, թե ինչպես անիծվեց պորտուգալական Բենֆիկան եւ ինչպես Արոն Ռեմզին անկախ իր կամքից դարձավ մարդասպան։ Ողջույն բոլորին։ Դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որ դուրս գանք անեծքի տակից։ Իսկ մենք սկսում ենք։ Սանդերլենդի Ռոքեր պարկում գիշերային պահակները պնդում էին, որ վերևի տրիբունայում երկու ստվեր են նստում։ Լույսերը գցում էին, բայց ոչ ոք չկար։ Իհարկե, պահակների ասածներին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում առաջին հայացքից, բայց գործնականում Ռոքեր պարկը 1997 թվականին հիմնովին քանդվում, հավասարեցվում է հողին, իսկ դրանից հետո Սանդերլենդը սկսում է խաղալ Stadium of Lights-ում։ Պատահականությունը չգիտեմ։ Հնարավոր է։ Ժամանակներ կային, երբ Ստենֆորդ Բրիջում աշխատակիցները պատմում էին, թե շշուկներ են լսում դատարկ միջանցքներում։ Գուցե ուրվականներ են եղել, որոնք անիծել են կապույտների 9 համարը։ Դրանից քիչ ավելի ուշ կխոսենք։ Մնացեք մեզ հետ։ Նորվիչ Սիթի նախկին մարզիչ Բրայան Գանը ասում էր, որ խաղերից առաջ անբացատրելի ծանրություն է զգում ստադիոնի հյուսիսային հատվածում։ Ու այդպես էլ ոչ մեկ չգտնվեց, որ ասի այդ մարդուն. եղբայր, գնա արևմտյան տրիբունա։ Աֆրիկաներում սնահավատությունը բարձր մակարդակի է։ Օրինակ Գանայում ժամանակին հաճախ էին վարձում ֆետիշ քահանաների։ Դրանցից մեկը մի անգամ մաշկը ներկել էր սպիտակ, կանգնել դարպասի մոտ ու արգելել մրցակցին գոլ խփել։ Այդ խաղում չեք հավատա, բայց գոլ չեղավ։ Կամերունում էլ շատ են նման դեպքերը, օրինակ մի անգամ մի պաշտպան անհետացավ խաղից առաջ, հետո հայտնվեց հանդերձարանում ամբողջովին օծված օծանելիքով։ Ասում էր, այս օծանելիքը ինձ մաքրեց եւ ես լավ կխաղամ։ Բրազիլիայում էլ ժամանակին թաղումներ էին անում, բայց ոչ սովորական։ Մրցակցի մարզաշապիկները թաղելով նրանք կարծում էին, որ կթուլացնեն նրանց ու հաղթանակը իրենց կողմը կլինի։ Դրա համար էլ խաղերից մեկում կայծակն այնպես շանթարեց, որ սնահավատությունն իսպառ վերացավ։ Դե իսկ ժամանակակից ամենաթարմ դեպքը սնոտի ապաշտության եւ հոգիներին հավատալու եղել է The Cube ստադիոնում։ Այնտեղի աշխատողներն ասում էին, որ գիշերային ժամերին լսում են հնչյուններ դաշտից, հենց կենտրոնից, բայց բնականաբար իհարկե այնտեղ ոչ ոք չկար։ Սա դատարկ սնոտի ապաշտություն է, վախ կամ ցրան վերգոյություն։ Մինչև այս ինչ ասել էինք, միայն նախաբանն էր այն ամենի, ինչ լինելու է հաջորդիվ։ Բռնվեք, շատ հետաքրքիր է։ 1962-ի մայիսի 2 Բենֆիկան հաղթում է Մադրիդի Ռեալին 5-3 հաշվով։ Էյսեյբիոն դառնում է աստված։ Գուտմանը հանճար։ Բելա Գուտմանի, որի գլխավորությամբ պորտուգալական Գրանդը կարողացավ հաղթել Մադրիդի Ռեալին եվրոպական չեմպիոնների գավաթի եզրափակչում։ Ամբողջ Լիսաբոնում տոնական խենթություն էր։ Հունգարացի մասնագետը բռնում է ցնծությունների ամենաթեժ պահն ու մտնում ակումբի նախագահի աշխատասենյակ եւ ասում. Ես ձեզ բերեցի Եվրոպայի գավաթը։ Ժամանակն է ինձ հարգեք, ոնց որ պետք է։ Իհարկե նա փող էր պահանջում, բայց նախագահը ավելի շատ էր փող սիրում։ Նա ժպտալով պատասխանեց. Մարզիչները փոխվող են, պատմությունը մնում է։ Գուտմանը բռնկվում է, փրփռում եւ այդ պահին անում արտահայտություն, որը
տասնամյակներ շարունակ կկոչեն Գուտմանի անեծք։ Բենֆիկան այլևս երբեք եվրոպական գավաթ չի վերցնի։ Ոչ մեկ, ոչ 10, ոչ էլ նույնիսկ 100 տարվա մեջ։ Այս արտահայտությունը չի կորցնում իր արդիականությունը արդեն գրեթե 65 տարի։ Դատեք ինքներդ, թե ինչ եղավ Բենֆիկայի հետ դրանից հետո արդեն կարծես ֆիլմ է դարձել։ 1963 թվական պարտություն Միլանից 2-1 հաշվով եզրափակում, ասում էին թիմի մի քանի կարևոր խաղացողներ բարձր ջերմություն ունեին հենց խաղի օրը։ 1965 թվական Ինտեր Բենֆիկա 1-0 գնդակը լուցկու տուփի չափով անցնում է դարպասային գիծը։ Խաղադաշտը ցեխոտ էր։ Գնդակը մի պահ կանգնեց գծի վրա, ամբողջ Բենֆիկան կանգնեց, կարծելով չի հատել, բայց այն ժամանակ տեխնոլոգիա չկար։ 1968 թվական պարտություն Մանչեսթեր Յունայթեդից Բոբի Չարլթոնի 2 գոլերը, ասում էին խաղից առաջ Էյսեյբիոն տեսել է վատ երազ։ Երևի թե Գուտմանին է տեսել։ 1988 թվական խնդիրը դարձավ աբսուրդային։ Եվրոպայի գավաթի եզրափակում նրանք ոչ ոքի ավարտեցին եւ խաղը, եւ լրացուցիչ ժամանակը հոլանդական PSV Eindhoven-ի հետ խաղում։ 11 մետրանոց հարվածաշարում նրանք պարտվեցին 6-5 հաշվով։ 1990 թվականին Էյսեյբիոն չի դիմանում, այցելում է Գուտմանի գերեզմանին։ Սա պատմության ամենադրամատիկ պահն է, քանի որ այցելությունից հետո պորտուգալացին ասել է խնդրել է նախկին մարշչին իրենց հանգիստ թողնի։ Բայց դա կրկին չօգնեց, որովհետև հաջորդ օրը նույն մրցաշարի, նույն եզրափակում նրանք արդեն պարտվեցին Միլանին։ Այս պատմությունը դարձել է ինտերնետային դարաշրջանի լեգենդներից մեկը։ Արոն Ռեմզին իր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից էր։ Նրա գոլերը շատերին ուրախություն, շատերին տխրություն, որոշներին էլ մահ ա բերել։ 2011 թվական հոկտեմբեր Ռեմզին գոլ է խփում Տոտենհեմին։ Հաջորդ օրը մահանում է Սթիվ Ջոբսը, այդպես էլ հնարավորություն չունենալով փոխել իր շապիկը։ 2011 թվականի դեկտեմբեր գոլ Էվերտոնին մահանում է Կիմ Յոնգ Իլը, Հյուսիսային Կորեայի դիկտատոր առաջնորդ, որին վերացնել չէր կարողանում ոչ ոք, բայց Ռեմզին 1 գոլով այն աշխարհ ուղարկեց դիկտատորին։ 2012 թվականի փետրվար գոլ Սանդերլենդին մահանում է Ուիթնի Հյուսթոնը, չնայած նա ուներ մի թիկնապահ, որին կերազեր անգամ Դոնալդ Թրամփը։ 2013-ի նոյեմբեր գոլ Քարդիֆ Սիթիին մահանում է Պոլ Ուոքերը։ 2016-ի հունվար գոլ FA Cup-ում մահանում է Դեվիդ Բոուին։ Ամեն դեպքում սա իսկապես շատ ցավալի եւ միևնույն ժամանակ շատ զվարճալի դրվագ է ու որոշ մեկնաբանություններ ես առանձնացրել եմ այն ժամանակներից։ Ռեմզին գոլի հեղինակ է։ Պահպանեք թագուհուն։ Մյուսը գրում է. երկիրը վտանգի տակ է, նա նորից գոլ խփեց։ Մեկ ուրիշն էլ ամեն անգամ Ռեմզին նշում է գոլը, իսկ մահվան սրինգը միանում է։ Իհարկե սա սև հումոր է, բայց եթե 10-ից ավել դրվագներով համընկնումներ կան, ապա Տորմաս։ Հա, գիտեմ, հիմա կասեք, բա նրա գոլը Բարսելոնայի դարպասը։ Ահա, հարց չկա, բայց ուզում եմ ասել, որ պատից կախված բուծիներն էլ տարին 1 գոլ խփում է։ Իսկ Տորեսի կարիերան Չելսիում մեծ մասամբ ձախողված էր։ Նա 9 համարով էր խաղում։ Համար 9 միշտ համարվել է թիմի գլխավոր հրացանը, բայց Չելսիում դա դարձել էր կարիերա կործանող բան։ Տորեսից արդեն խոսեցինք։ Մեծ մասամբ նրա կարիերան լոնդոնյան գրանդում այդպես էլ չստացվեց, բայց նա խաղում էր 9 համարով եւ նա մեկն էր այն շատերից։ Մորատան ճիշտ է սկսեց շատ լավ, բայց մեկ ամսվա մեջ այնքան գոլերի հնարավորություններ բաց թողեց, որ երկրպագուները բու, տու եւ այլ բաներ էին գոռում։ Լուկակուն
վերադարձավ որպես մեգաստար, բայց դարձավ մեմերի թագավոր։ Հիգուայինի դեպքում ակումբը նրան բերեց որպես փրկություն, նա բերեց ընդամենը 4 գնդակ։ Բանը նույնիսկ հասել էր նրան, որ 2022-ին Չելսիում լրջորեն մտածում էին, որ շրջանառությունից պետք է հանել 9 համարը։ Ով է հիմա լոնդոնցիների 9 համարը։ Լիամ Դելապը, կենտրոնական հարձակվող, որը ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի առաջնությունում ու գավաթում 8 խաղի է մասնակցել առանց գոլերի, իսկ Չեմպիոնների լիգայում ուշադրություն 2 խաղի եւ 50% արդյունքով 1 գոլ է խփել։ Դե հիմա ասեք, 9 համարի անեծքը արդյոք իրական է, թե ոչ այնքան։ Եվ վերջում իհարկե ուրվական գոլեր, որոնց լինելն ու չլինելը պարզ չէ մինչև այսօր անգամ։ Բավարիա Նյունբերգ 1994 թվական Թոմաս Հելմերի գոյություն չունեցող գոլը ամենաաբսուրդ պատմությունն է։ Գնդակը անցնում է կողքով, պաշտպանները հանգիստ են, բայց եզրային մրցավարը ձեռքը վեր է տանում։ Նյուրնբերգը բողոքեց եւ Բունդեսլիգան ստիպված ամբողջական խաղը կրկնեց։ Ֆուտբոլում նման բան երբեք չի լինում։ 2005 թվական Տոտենհեմ Մանչեսթեր Յունայթեդ Պեդրո Մենդեշի հարվածը, ֆուտբոլի ամենահայտնի գոլը, որ չհաշվեցին։ Գնդակը գծից կես մետր ներս էր, Ռոյ Քերոլը այն դուրս բերեց։ Հեռուստատեսությամբ դա երևում էր։ 2005 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը վստահ եմ հիշում եք բոլորդ, երբ դրամատիկ խաղում Լիվերպուլը հաղթեց Միլանին, բայց մինչև այդ Լիվերպուլը խաղում էր Չելսիի հետ։ Լուիս Գարսիան գոլի հեղինակ է դառնում, որը ամենայն հավանականությամբ չկար։ UEFA-ն իհարկե հետո խոստովանում է, որ 70%-ը պնդում էին, թե գոլ չէր, բայց վար չկար եւ այդ գոլը չեղարկել կամ հաստատելը իսկական խնդիր էր բոլորի համար։ Պետք է համաձայնել, որ ուրվական գոլերը, ինչպես նաեւ երբեմնի գեղեցիկ եւ առանց տեխնոլոգիաների ֆուտբոլում եղած իրադարձություններն էին գեղեցկացնում մեր բոլորի կողմից սիրված խաղը։ Ինչ ասեմ, դուք կարող եք կիսվել ձեր կարծիքներով։ Արդյոք այս ամենը պատահականություն է, թե իսկապես կա մի իրականություն, որը խառնվում է մերի հետ ֆուտբոլային խաղադաշտում եւ այդ ամենը իրականություն է դառնում։ Հարց, որի պատասխանը մենք երբեք չենք իմանա, բայց մի բան հստակ է, երբեմն ֆուտբոլն ավելի մեծ է, քան մարդկային տրամաբանությունը։